Զաքարիա քահանայապետը տաճարում խնկարկություն էր կատարում։ Սուրբ արդար մարդ էր, ժողովրդի կողմից միշտ բարձր հեղինակություն ունեցող քահանայապետ էր Զաքարիան, բոլորը սիրում էին։ Քահանայապետը տարին մեկ անգամ կարող է սրբություն սրբոց մտնել խնկարկելու, դա քավության տոնին էր։ Եվ ավանդության համաձայն քահանայապետի ոտքին թել էին կապում, պարան էին կապում, որ եթե մտնի արդար լինի, կարող է մտնել դուրս գալ։ Եվ եթե արդար չլի, տեղում մեռնում էր քահանայապետը, իրենք էլ չէին կարող մտնել, պարանով քաշում էին, անում էին քահանայապետին։ Այսպես է ավանդությունն ասում։ Բայց մեր Զաքարիա քահանայապետը առանց պարանի անարգելք միշտ էլ ամեն տարի մտնում էր խորան խնկարկում էր, դուրս էր գալիս եւ ծեր էր արդեն եւ բոլորը գիտեին, որ արդար է, որտեվ որևէ բան իրեն չէր պատահել։ Երբեք որևէ բան չէր պատահել, որ վստահ էին, որ առանց պարանի են մտնում դուրս անում։ Եվ հիմա այս մի անգամ մեր Զաքարիա քահանայապետը մտավ տաճար, խնկարկում էր ու դուրս չեկավ։ Զարմացան բոլորը, գիտեին, որ արդար է, ուրեմն մտածեցին ինչ որ մի տեսիլք է տեղ ունեցել, բայց ինչ էր տեղ ունեցել խորանում։ Տեսել էր հրեշտակին խնկարկության սեղանի աջ կողմում։ Գաբրիել հրեշտակապետն էր, Գաբրիել նշանակում է Աստծո զորություն, իրապես Աստծո զորություն տեսել էր, սարսափել էր։ Եթե հրեշտակ է, ապա ինչպես է մարդկային կերպարանքով երևում։ Եթե մարդ է, ապա ինչպես մտավ փակ խորան, ոչ ոք իրավունք չուներ մտնել։ Դրա համար սարսափեց, զարհուրեց, չհասկացա։ Հրեշտակը ասաց. մի վախեցիր, Զաքարիա, մի վախեցիր։ Եկել եմ քեզ ավետիս տալու, որտեղ մի որդի կունենաս։ Կրկին զարմացավ Զաքարիա քահանայապետը։ Բայց ես չեմ եկել, որ խնդրեմ եւ որդի ունենամ, ես եկել եմ ժողովրդի մեղքերի թողության համար, քավության տոնն է։ Եկել եմ ժողովրդի մեղքերի քավության համար խնկարկելու, աղոթելու, որ Աստված մեղքերին թողություն տա։ Ես քեզ նույնն եմ ասում, ասաց հրեշտակը ենթատեքստով։ Մի որդի կունենաս, անունը Հովհաննես կդնես եւ բարձյալի մարգարեն կլինի, Տիրոջ առջևից կգնա, մարդկանց մեղքերի քավության կառաջնորդի, ապաշխարության կառաջնորդի։ Այսա էր ուզում ասել հրեշտակը։ Դու խնդրում ես մեղքերի թողություն, մի որդի կունենաս, նա էլ մեղքերի թողություն, ապաշխարություն կքարոզի, ուրեմն քո աղոթքը լսելի կլինի։ Նորից զարմացավ Զաքարիա քահանայապետը, ես ծեր եմ, կինս Եղիսաբեթը ամուլ է, մեզ ինչպես դա կպատահի։ Ինչպես կպատահի։ Դու չես հիշում Հովակիմին ու Աննային, Մարիամ մանկանը, որը քո ձեռքերի մեջ է մեծացել, իբրև սրբուհի տաճարում է ընծայվել։ Չես հիշում Աբրահամին, Սառային, ծեր չէր Աբրահամը 100 տարեկանում ունեցավ, ամուլ չէր Սառան, չես հիշում Սամուել մարգարեի ծնողներին Եղկաննային եւ Աննային, դու չես հիշում քահանայապետ Իսրայելի պատմության մեջ այսպիսի գեղեցիկ դեպքեր։ Թերահավատեց Զաքարիա քահանայապետը եւ ժամանակավորապես խրատվեց, չասենք թե պատժվեց։ Դուր կմնաս, չես խոսի, մինչև մանուկը կծնվի, այն ժամանակ խոսես։ Եվ այդպես էլ պապանձվեց Զաքարիա քահանայապետը եւ դուրս եկավ տաճարից ու չէր կարողանում խոսել։ Նշանացի ձեռքով ոտքով էր խոսում եւ բոլորը զարմացան։ Եվ չգիտեին թե ինչ է կատարում։ Եվ հետո գնաց Հուդայի լեռնակողմ իր տունը եւ Եղիսաբեթը հղիացավ։ Եվ երկար ժամանակ Եղիսաբեթն էլ էր ամաչում իրեն իր հղիությունը ցույց տալու, ասելով այս ծերության մեջ Աստված այսինչ շնորհք ինձ արեց։ Եվ
Հովանես Մկրտչի ծննդյան օրերը լրացան, քանի որ պապանձված է Զաքարյան և չէր կարող խոսել, Եղիսաբեթը Զաքարյան գնացին տաճար և 8-րդ օրը պիտի մանկանը թլպատեն և անուն դնեին, ինչպես մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին թլպատեցին, անվանակոչեցին Հիսուս, այդպես էլ Հովանեսին բերեցին, թլպատեցին, հայրը պիտի անունը դներ, հատկապես քահանայապետին, բայց չէր կարողանում խոսել, մորը հարցրեցին, ասեցին, ինչ կուզես անունը դնենք, Եղիսաբեթն ասեց, Հովանես, ասացին, բայց քո ազգատոհի մեջ Հովանես չկա, Զաքարյա չդնենք հոր անունով, ոչ, Հովանես պիտի լինի անունը, դե ասեցին, բերեք հորը հարցնենք, Զաքարյային հարցրեցին, ասեցին, ինչ կուզենաս, ասեց, մի հատ տախտակ տվեք, տախտակը վրա գրեց Հովանես է դրա անունը, և երբ ասեց Հովանես է դրա անունը, անմիջապես բերանի կապանքները քանդվեցին, սկսեց օրհնել, փառաբանել Տիրոջը, օրհնյալ ես Տեր Աստված Իսրայելի, որ այցի եկար քո ժողովրդին և այցելեցի, բարիքներ գործեցի, այսպես խոսնեց, փառաբանեց Աստծուն։ Քանի Հովանես Մկրտիչը չէր ծնվել, մոր որովայնում էր, Մարիամ Աստվածածինը այցելեց Եղիսաբեթին, և Հովանես Մկրտիչը մոր որովայնում դեռևս, գիտենք մենք Հովանես Մկրտիչը 6 ամսով մեծ էր Հիսուսին, Մարիամ Աստվածածինը նոր էր իր ավետիսը ստացել, ապրիլի 7-ին, Հիսուսի ծննդյան ավետիսն էր ստացել, հղիացել էր Սուրբ Հոգուց Մարիամ Աստվածածին և անմիջապես գնացել էր Եղիսաբեթի մոտ, և Հովանեսը Եղիսաբեթի որովայնում 6 ամսեկան էր, Հիսուսը նորածին էր, նոր էր հլը մոր որովայնում, և Հովանեսը որովայնից որովայն ճանաչեց Հիսուսին, և ինչպես շարականն է ասում, երկրպագեց, Եղիսաբեթն ասաց, այս ես ինչ մեծ շնորհ է, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ է գալիս, որտև երբ քո ողջունի ձայնը լսացի, որովայնումս երեխաս խաղաց, երկրպագեց Քրիստոսին, և դեռևս չէր ծնվել Հովանես Մկրտիչը, մոր բերանով գովերքեց Մարիամ Աստվածածնին, ինչ բառեր ասեց, օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը, և երբ որ ծնված նորածին մանկու կարող է խոսալ, չէ, չկարող խոսալ, բայց Հովանես Մկրտիչը խոսաց, չծնված մոր բերանով խոսաց, նոր ծնված հոր բերանով խոսաց, Աստծուն փառք տվեց և ասաց, օրհնյալ ես Տեր Աստված Իսրայելի, որ այցի եկար քո ժողովրդին, ուրեմն այսպիսի սքանչելի մանուկ էր Հովանեսը, որ մոր որովայնից Սուրբ Հոգով լցվեց, մաքրվեց, մոր որովայնից երկրպագեց Հիսուսին և մոր շրթունքներով փառաբանեց, քանի դեռ չէր ծնվել, երբ որ ծնվեց, հոր բերանով փառաբանեց։ Եվ Հովանես ինչ է նշանակում, Հիսուս նշանակում է փրկիչ, Հովանես նշանակում է Աստծո շնորհ, Սուրբ Գիրքն ասում է և Աստծո շնորհը նրա վրան էր և մանկությունից անապատ տարվեց, այս փոքրիկ բառերը մի դրվագ է, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին հետևյալ կերպ է մեկնում այս բառերը, գիտենք, որ երբ որ Հիսուսը ծնվեց, Հերովդեսը չարությամբ լցվեց և ուղարկեց զինվորներին կոտորելու Բեթղեհեմի մանուկներին, և քահանայապետ Զաքարյան տաճարի մեջ Հիսուսի մասին էր խոսել, մինչև Հիսուսի ծնունդը արդեն Հիսուսի մասին խոսել էր, երբ իր որդին Հովանեսը ծնվել էր, Զաքարյա քահանայապետը Հիսուսի մասին էր խոսել, դու մանուկ բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, Տիրոջից առաջ պետք է գնաս, նրա ճանապարհները պետք է հարթես, և այս խոսքերը ամբողջ Իսրայելն էր լսել և գիտեին, որ Զաքարյան խոսել է իր որդու Հովանեսի և
Հովորդու Հովանեսի Հիսուսի կապի մասին, մեկը մարգարե, մեկը փրկիչ, մեկը Աստծո որդի։ Եվ այս բոլոր պատմությունը բերանից բերան փոխանցվել էր, հասել էր Հերովդեսին։ Եվ երբ Հիսուսը ծնվեց, Հերովդեսը ոչ միայն կոտորեց Բեթխեհեմի մանուկներին, այլ նաև Զաքարիա քահանայապետին էր հետապնդում, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ինչպես մեր Տերն է ասում, թե այս սերնդից կպահանջվի բոլոր արդարների թափված արյունը, սկսած Աբելից մինչև Զաքարիա, որ սպանվեց տաճարի և խորանի միջով։ Եվ հա զինվորները, որ գնացել էին Բեթխեհեմի մանուկներին կոտորելու, գնացին նաև Զաքարիային սպանելու։ Տաճար մտան, իրապես սպանեցին։ Եղիսաբեթին լուր տվեցին, թե ամուսնուց սպանեց Հերովդես թագավորը։ Մանկանը վերցրեց ու փախավ անապատ։ Զինվորները հետապնդեցին Հովանես Մկրտչին, երբ մանուկ էր, նորածին էր, Զաքարիայի Եղիսաբեթի գրկում։ Եվ ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, ժայռը բացվեց, Եղիսաբեթն ու Հովանեսը մտան ժայռի մեջ, զինվորները ու փակվեց ժայռը։ Զինվորները վախեցան, սարսափեցին, թողեցին փախան։ Եվ երբ ժայռը բացվեց, Եղիսաբեթը մանուկ Հովանեսին գիրկը բռնած դուրս եկավ, Աստծուն փառք տվեց, հրեշտակն ասեց մանականը թող դու գնա։ Եվ այդպես մանկությունից, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, երեխան անապատում մեծացավ։ Ինչ էր ուտելիքը։ Վայրի մորեխ ու մեղր։ Որտեղ էր ապրում, որտեղ էր քնում, ավազի վրա։ Բարձը ինչն էր, քարերն էին անապատի։ Իր ընկերակիցներն ովքեր էին, օձերն ու կարիճներն ու անապատում ուրիշ բան չկար։ Առաստաղը բաց երկինքն էր։ Ու այսպես անապատում ապրեց եւ պատրաստվեց Քրիստոսի գալստեղն։ Ինչպես ասում է, անապատում կանչողի ձայնը, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհները։ Ամեն։